Եվրոպական խորհրդարանը 476 կողմ ձայնով ընդունել է Հայաստանի ժողովրդավարական ընթացքի ու եվրոպական ձգտումներին սատարող բանաձև։ Փաստաթղթում կարևորվում է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը։ Բանաձևը վերահաստատում է աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսությանը եւ Հայաստանի տնտեսական դիմականության բարձրացմանը։ Անվտանգային համատեքստում Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում եւ սատարում է ինքնիշխանության հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմանը։ Միաժամանակ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ռուսաստանի կողմից իրականացվող ապատեգատվական եւ կիբերհարձակումները։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ներկայացրել է մեր երկրում ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղված ռազմավարական ծրագիրը, որը նպատակ ունի արմատական փոփոխություններ իրականացնել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։ Ազգային բարերարի պնդմամբ սա հեղափոխական նախաձեռնություն է, որը թույլ կտա կարճ ժամանակահատվածում վերացնել ամոթալի աղքատությունը եւ պետական բյուջեի միջոցները ուղղել բացառապես ժողովրդի բարեկեցությանը։ Հայաստանում աղքատության ցավալի վարկանիշն է ներկայացրել Նարեկ Կարապետյանը, փաստելով, որ վերջին 6 տարիների ընթացքում աղքատության շեմը աճել է գրեթե բոլոր մարզերում։ Որպես լուծում առաջարկվում է ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որը կձևավորվի պետության տարբեր հիմնադրամների եւ գործարարների ներդրումների հաշվին։ Ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու փոքր մասով պետությունը եւ մեծ մասով տարբեր հիմնադրամներ եւ գործարար աշխարհի մեր գործընկերները։ Դրա արդյունքում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնք շատ դեպքերում այսօր ամբողջ ընտանիքով ստանում են պետությունից ընդամենը 20-ից 30 հազար դրամ աջակցություն, 5 հոգանոց ընտանիքը կստանա աղքատության հաղթահարման հիմնադրամից 150 հազար դրամ աջակցություն ամսական, որը թույլ կտա նրանց դուրս գալ աղքատությունից։ Հաջորդ շաբաթ Ուժեղ Հայաստանը կներկայացնի իրենց նոր ծրագիրը, որը ըստ Կարապետյանի միայն իրենց ուժը կարող է իրագործել։ Մենք հայտարարելու ենք մեր հաջորդ շատ հետաքրքիր ծրագիրը, որի անելու հնարավորությունը վստահեցնում եմ մենակ ունենալու է մեր կառավարությունը։ Հայաստանի կառավարությունն ըստ էության պարզել է, թե ինչու է Ադրբեջանը քանդել հայկական երկրորդ ամենամեծ եկեղեցին Ստեփանակերտի մայր տաճարը։ Քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է նաև երևակայել մի այնպիսի իրականություն, որտեղ Ադրբեջանը մեզ վերադարձրել է Արցվաշենը, ու մենք գնացել տեսել ենք մեծ մզկիթ է կառուցված։ Ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Հայաստանի վարչապետի այս հարցը կարծես նաև պատասխան է ու արդարացումն է աշխարհի քրիստոնյա հայերի հավատքի տունը քանդելու ադրբեջանական վայրագության։ Պատմական անվանում է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևի այցը Հայաստան։ Նոյեմբերյանում ծնված ադրբեջանցի պաշտոնյան իր ծննդավայր այցելելու ցանկություն չի հայտնել, մամուլի տեղեկությունները չի հաստատել Փաշինյանը։ Պարոն Մուստաֆայևի ծննդավայր այցելելու հետ կապված նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ եւ չի այցելել։ Բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձնել են։ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկուն սպասում է Հայաստանում հրավեր ուղարկել է։ Ուկրաինայի նախագահին Երևան այցելելու հրավեր ուղարկվել է ու Զելենսկին հավանաբար կգա։ Բոլոր եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահին։ Կքննարկվի արդյոք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ադրբեջանի բանտերում տառապող հայ գերիների հարցը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, այդ հարցը միայն Բաքվի հետ է քննարկում։ Այդ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում։ Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում եւ մեծ պոտենցիալ չունեն։ Եվ մենք այո, երկկողմ ձևաչափով ենք քննարկում։
Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Կովկասի մուսուլմանների վարչության արած հայտարարությունը, որով փորձ է արվել արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանից եկեղեցու հիմնահատակաբերումը։ Մայրաթորի հայտարարությունում մասնավորապես ասվում է. սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները ապօրինի շինություն որակելը մերժելի է եւ այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը հողին հավասարեցնել է կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է եւ մշակութային եղեռնագործություն։ Ադրբեջանի տարածքով Հայաստանն է ուղարկվել 279 տոննա հացահատիկ եւ 203 տոննա պարարտանյութ, հայտնել է ադրբեջանական ապագործակալությունը, հայկական կողմը դեռ ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է տեղեկությունը։ Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը վերջին շրջանում վարորդների զայրույթի պատճառ դարձած հեղուկ գազի գնի կտրուկ աճը պայմանավորել է վերին Լարսի անցակետի փակ լինելով, որոշ տեսակայաններում պարզապես գազը վերջացել էր, որոշ տեղերում էլ 1 լիտրի համար վարորդները պետք է վճարեին 300 դրամ։ Լարսը բացվել է, արդեն մատակարարական կենտրոն մի քանի օրից կսկսի գինի իջնել։ Լրագրողային հարցին, թե արդյոք թանկացումները արհեստական չեն, Գևորգյանը հայտնել է, որ Հայաստանում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավելի տնտեսվարողներ, նրանցից եւ որևէ մեկի մասնաբաժինը չի գերազանցում 10%-ը, ինչը նշանակում է, որ դաշտը խիստ մրցակցային է եւ գերիշխող դիրքի չարաշահում տեսականորեն հնարավոր չէ։ Հայաստանը կվավերացնի Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին եւ ուղարկել ազգային ժողով վավերացման։ Նշվել է, որ խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ 3 պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։ Իդեպ ֆինանսների նախարարությունից էլ հայտնել են, որ խորհրդի կանոնադրությունով առկային Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։ Ըստ առկա տեղեկությունների 1 միլիարդ դոլարից ավելի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։ Նշենք, որ խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ Президент Путин всегда Այս պահին խոսք չկա Ադրբեջանը որպես ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հարթակ օգտագործելու մասին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա մեկնաբանել է օրեր առաջ Ադրբեջան այցելած Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ադրբեջանում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։ ведется напряженная работа в этом. Անդրադառնալով մայիսի 9-ի հրադադարին, Պեսկովը նշել է, որ Զելենսկու պատասխանը հարկավոր չէ։ Դա եղել է Պուտինի հայտարարությունը եւ այն կիրականացվի։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Հեզբոլլահի արձակած անօդաչու սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 12 զինծառայող։ Հարվածից հետո հրդեհ է բռնկվել, զինամթերքը պայթել է։ Ըստ Ցախալի, Հեզբոլլահը վերջին շաբաթներին սկսել է պարբերաբար կիրառել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների համար դժվար խոցելի տեխնոլոգիաներ, փորձելով շրջանցել իսրայելական պաշտպանական համակարգերը։ Հորմուզի նեղուցում շարունակվում է բեռնատար նավերի եւ նավթակիր տանկերների մեծ կուտակումը։ Փակված նեղուցին կրկին անդրադարձել է Դոնալդ Թրամփը։ Նա լուսանկար է հրապարակել, որտեղ Հորմուզի նեղուցը անվանափոխել է այն կոչելով Թրամփի նեղուց։ Իրավիճակը խիստ լարված է մնում Լիբանանի հարավում։ Իսրայելական հարվածների հետևանքով Ջեբչի, Տուլա եւ Հարուվ քաղաքներում զոհվել է առնվազն 9 մարդ, կան վիրավորներ եւ ավերված տներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Հեզբոլլահի 5 գրոհայինի ոչնչացման մասին, որոնք իրենց խոսքով անմիջական սպառնալիք են ներկայացրել իսրայելցի զինվորների համար։ Ռուսաստանի Պերմ քաղաքում պայթել է նավթի արդեն 4-րդ պահեստը։ Պերմի նավթային ենթակառուցվածքները երկրորդ օրն անընդմեջ ենթարկվել են անօդաչու սարքերի հարձակմանը։ ԱԹՍ-ների թիրախային հարվածները հանգեցրել են լայնածավալ հրդեհների եւ պայթյունների շղթայի, ինչը լրջորեն վնասել է տարածաշրջանի էներգետիկ օբյեկտները։ Քաղաքի երկինքը պատվել է թանձր սև ծխով։ Իշխանությունը տարհանել է մարդկանց։